հեռուստայալիքի եթերում Հայասպետ հեռուստախաղն է, իսկ ավելի ճիշտ գրքի եւ գիտելիքի տոն։ Քանզի ընդունված է, որ ժողովուրդների տեղը քաղաքակրթության ընդհանուր պատկերում որոշվում է գրքերի այն քանակով, որ նրանք կարդացել են։ Իսկ եթե դա ճիշտ է, ապա հայասպետները այդ գործում ունեն մեծ ավանդ։ Եվ շնորհակալություն հայտնելով մեր մշտական աջակիցներ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության, Կրթության եւ Գիտության նախարարություններին եւ Հայաստան համահայկական հիմնադրամին, ես սրահ եմ հրավիրում այսօրվա մեր գիտունիկներին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի Սահակ Մխոյանի անվան կրթահամալիրի սաներին։ Երևան քաղաքի Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 դպրոցի սաներին։ Եվ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի համար 12 դպրոցի սաներին։ Ես ողջունում եմ ձեզ, մաղթում եմ հաճելի եւ հաջողություն բերող խաղ եւ առաջարկում եմ միանգամից սկսել խաղը։ Խնդրեմ։ Արևաշատ Վարդենիկից ողջունում ենք բոլորին։ Մենք ընտրում ենք Գիմ տառը։ Գիմ տառը, խնդրեմ։ Թեման աշխարհագրություն։ Հարցը։ Կարմիր գրքերում առանձնացվում են անհետացած եւ ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն ու բուսատեսակները։ Թվարկեք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն ողնաշարավոր կենդանատեսակները, որոնք մտել են միջազգային կարմիր գրքի մեջ։ Ուշադրի ժամանակը սպառվում է։ Պատասխանը խնդրեմ։ Մենք ընտրում ենք Նժդեհիկի օգնությունը։ Նժդեհիկի օգնություն խնդրեմ։ Դրանց մեջ եւ թռչուններ կան, եւ գազաններ, եւ սողուն։ Սպառվեց ժամանակը։ Արդյոք պատասխանում Օվսյան Արմինեն։ Արմինե։ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսողուններից մենք պատասխանում ենք միայն հետևյալը՝ եղջերավորոցը եւ իժը, այլևս չունենք պատասխան։ Կենդանիներից չգիտեք։ Այ այդքան վատ գիտեն նաեւ որսորդները, դրա համար նրանց վերացնում են։ Տեսենք ճիշտ պատասխանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ողնաշարավոր 6 կենդանատեսակ՝ միջերկրածովյան կրյան, հայկական իժը, գանգրափետուր հավալուսնը, կովկասյան սապսանը, առաջավորասիական ընձառյուծը եւ սպիտակապոչ արծիվը մտել են միջազգային կարմիր գրքի մեջ։ Խնդրեմ, պարոն Մանասյան։ Ցավով պետք է արձանագրել, որ դասագրքային այս պարզ հարցի ուրեմն չտրվեց անհրաժեշտ պատասխանը։ Ուրեմն խոսքը միջազգային կարմիր գրքի մասին է։ Կա նաեւ տեղական նաեւ կարմիր գրքեր, այստեղ միջազգային կարմիր գրքի մասին է, դուք միայն նշեցիք իժը, չնշելով հայկական իժը։ Իժը տարբեր տեսակներ կան, չէ՞։ Դրա համար քանի որ պատասխանը խիստ թերի էր, գնահատում ենք 3 միավոր։ Եվ քանի որ Նժդեհիկի ուշման պայմանում 3 միավորը դուրս է գալիս, ուստի միավոր չի վաստակում կարմիր թիմը եւ անցնում ենք կապույտ թիմին։ Քաղաքամար Երևանից ողջունում ենք բոլոր թիմերի եւ հաղթում եւ ցանկանում հաջող խաղ։ Մենք ընտրում ենք Վոտարը։ Վոտարը, խնդրեմ։ Ժողովրդական բանավարություն։ Ձկնորսի տղան հեքիաթում գլխավոր հերոսն ինչպես է հաղթահարում փորձությունները, ժողովուրդն ինչպես է գնահատում ձկնորսի տղայի արարքները։
ձկնորսի տղան բանը իր կանոջ հետ վերցնում է պետքական բաներ, ոչխարներ եւ պետքական մարդկանց հետ գնում է հաղթահարում է բոլոր փորձությունները եւ ժողովուրդը նրան ընդունում է որպես իր կնոջ խորհրդով վերցնում է իրեն անհրաժեշտ մարդկանց եւ Պատասխանը խնդրեմ։ Հարցին կպատասխանեմ ես, դարձյալ մայրս։ Ձկնորսի տղան հեքիաթում իր այն կինը, որը դարձել էր գործից վերափոխվել էր կնոջ, այդ կնոջ խորհրդով վերցնում է իր հետ տարբեր մարդկանց եւ հաղթահարում է բոլոր փորձությունները եւ նաեւ վերցնում է ոչխարներ եւ այդ ոչխարներով կերակրում է այդ մարդկանց եւ հաղթահարում է բոլոր փորձությունները։ Այդպիսով նրան ժողովուրդը շատ լավ ընդունում է։ Իսկ ինչ փորձություններ էին։ Երբ երկու սարի վրա ինչ-որ կռվում է երկու մարդ, նրան գնահատում է եւ նա ամուսնանում է իր կնոջ հետ եւ ապրում է խաղ ու երջանիկ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հեքիաթում թագավորն ուզում է տիրանալ ձկնորսի տղայի գործից գեղեցկուհու վերափոխված կնոջը, որը երկու անգամ միայնակ ոչնչացնում է թագավորի ուղարկած զորաբանակը, ապա խորհուրդներով օգնում է ամուսնուն կատարելու թագավորի անհնարին թվացող առաջադրանքները։ Հեքիաթի վերջում ձկնորսի տղան պատժում է անօրեն ու խարդախ թագավորին, որի համար էլ ժողովուրդը նրան դարձնում է թագավոր։ Պարոն Սարգսյան, Կապույտ թիմը հարցի առաջին մասը պատասխանեց ճիշտ, որոշ թերություններ կային իհարկե, իսկ երկրորդ մասը սխալ ներկայացրեց, որովհետև ձկնորսի տղան պատժում է անօրեն թագավորին եւ նրանից հետո դառնում է թագավոր։ Այսինքն ժողովուրդը նրան դարձնում է թագավոր։ Ուստի, քանի որ թերի էր պատասխանը, ես նշանակում եմ 4 միավոր։ 4 միավոր է վաստակում Կապույտ թիմը եւ Ծիրանագույն թիմ։ Սրտած ողջունում ենք բոլորին, մենք ընտրում ենք Քետար։ Քետարը խնդրեմ։ Հայոց լեզու։ Եղիշե Չարենցի բանաստեղծական տողերում ցույց տվեք շրջասությունը եւ բացատրեք։ Իմ հանճարի անցած չարչարանած լերան եւ դժվարին եւ դառն ճանապարհի կեսին ահա հաղում եմ քեզ խեղճ աղոթքը եսիմ։ Իմ լերան աղոթքը։ Շրջասույթը չարչարանից լերն է, որ Գողգոթան է, այդպես է կոչվել, որ այնտեղ հաչում ենք ես։ Հարցին պատասխանի Ամալիա։ Ամալիա։ Բանաստեղծության մեջ շրջասությունը չարչարանած լեռն է, նշանակում է Գողգոթան, Քրիստոսի խաչվելության լեռը, եկել է Աստվածաշնչից։ Լսենք ճիշտ պատասխանը։ Չարչարանած լեր Գողգոթա, այստեղ խաչեցին Հիսուս Քրիստոսին։ Պարոն Գյուրջինյան։ Պատասխանը հակիրճ էր եւ ճիշտ 10 միավոր։ 10 միավոր է հրաստակում Ծիրանագույն թիմը եւ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք վև տառը։ Վև տառը խնդրեմ։ Ռազմի պատմություն։ 1915 թվականի մայիսին Ուրֆայի Եդեսիա հայոց քաղաքական ժողովի խորհրդակցության ժամանակ հանգանակվեց մեծ գումար թուրք պաշտոնյաներին կաշառելու եւ կոտորածից փրկվելու համար։ Ով փոխեց որոշման ելքը, հետագայում Ուրֆայի երևելիներն ինչ ճակատագրի արժանացան։ Մեր ազգը պետք է շարունակի ավելի ուժեղներով ոչ թե անձնվել ճշնամուն եւ նա փոխում է որոշումը, իսկ դրանից հետո երևելիները 16 երևելիները ձերբակալվում են եւ տեղափոխվում են դեպի բանկ։ Մի օր հետո Մկրտիչ Յոնտեղյանը եւ ասում է ասաց, որ պետք է նրանց ազատ անվանել, սակայն նրանց չեն որոշում, ոչ նրանց չտանեն, նրանց չեն որոշում եւ
Սպառվեց ժամանակը, պատասխանը խնդրեմ։ Հարցին պատասխան է Սնդոյան Գեղամը։ 1915 թվականի մայիսին Ուրֆական Մետեսյայ քաղաքական ժողովի խորհրդակցական ժողովի ժամանակ, որտեղ որոշում են ընդունում, թե պետք է հաշտվել թուրքերդ եւ նրանք կշռել կաշառել այդ ժամանակ ներս է մտնում Մկրտիչ Ջոնթեղ եղբայրը, որ ասում է. մենք մեծացրել ենք այնպիսի ազգի, որ ոչ չպետք է ծառայի թշնամու դեմ, այդ պետք է պատերազմի միջև էր։ Իսկ թե ինչ եղան հետագայում այդ երևելիները, որոնք 15-ն էին, նրանք ձերբակալվում են եւ տեղափոխվում են Ռագա կոչվող վայրը։ Հաջորդ օրը Մկրտիչը նրանց մոտենում է եւ ասում է, որ մենք այս գիշեր արձակում է տեղի ունենում։ Սակայն նրանք չեն համաձայնում եւ հաջորդ օրը 1 կիլոմետր հեռավորության վրա բոլորը գնդակահարվում են։ Այսքանը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ժողովում կայացրած որոշման ելքը փոխեց Ուրֆայի ինքնապաշտպանության կազմակերպիչ Մկրտիչ Յոտնեղբարյանը, որը զայրացած ասաց. «Դուք բոլորդ անխուսափելիորեն պիտի երթաք մորթվելու, հակառակ ձեր պատրաստած կաշառքներուն»։ Այդպես էլ եղավ։ Միայն վերջին պահին քաղաքի երևելիները կարողացան տեսնել իրականությունը, բայց ուշ էր։ Նրանց բոլորին ձերբակալեցին եւ կոտորեցին։ Պարոն Մինասյան, խնդրեմ։ Կարմիր թիմի երեխաները սպառիչ պատասխան տվեցին, միանշանակ գնահատում են 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Բենտարը։ Բենտարը, խնդրեմ։ Դարձյալ ռազմի պատմություն։ 1915 թվականին Վանի հերոսամարտի 3-րդ օրը, ապրիլի 9-ին, ինքնապաշտպանները պայթեցնում են Համուտ աղայի զորանոցը, որը մեծ վտանգ էր ներկայացնում եւ վանեցիների աչքում թուրքական բռնապետության խորհրդանիշն էր։ Այդ դժվարին առաջադրանքն ովքեր եւ ինչպես իրականացրին։ Ասած բուլղարացի գրիքորը փոսեր են փորել, առաջին ռումբը դրել են։ Հարցին կպատասխանի Հայրապետյան Արմենը։ Արմեն։ Վանեցիները հասկացան, որ ճակատային գրոհով չեն կարող տապել Համուտ աղայի զորանոցը, ապա նրանք խորամանկության դիմեցին եւ գործի անցան արեստ հողագործները, որոնք կարողացան թունելներ փորել դեպի Համուտ աղայի զորանոց եւ տեղի ունեցավ առաջին պայթյունը։ Առաջին պայթյունով չկարողացան գետին տապալել Համուտ աղայի զորանոցը, սակայն երկրորդ պայթյունը կարողացավ ամբողջովին կուլ տալ Համուտ աղայի զորանոցը եւ ամբողջությամբ հենպատվեց կրակով։ Վերջ։ Եվ կազմակերպել բուլղարացի Գրիգորը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ճակատային գրոհով Համուտ աղայի զորանոցը գրավել հնարավոր չէր, որովհետև այն շրջապատված էր դիրքերի վերածված թուրքական տներով եւ բավականաչափ զորք ու զենք ուներ։ Հողափորները Կոլեխաչոյի եւ Կարապետի գլխավորությամբ մինչեւ զորանոցի հիմքը ստորգետնյա անցուղի փորեցին եւ ռումբեր դրեցին։ Պայթյունից առաջացած հրդեհը կլանեց ողջ զորանոցը եւ ցնծություն առաջացրեց պաշարվածների շարքերում։ Պարոն Մինասյան, խնդրեմ։ Պատասխանը հիմնականում ճիշտ էր, սակայն հողափոր ինքնապաշտպանների անունները ցավոք սրտի երեխաները սխալվեցին, այդ առումով այդ պատճառով էլ գնահատում եմ 8 միավոր։ 8 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ ծիրանագույն թիմ։ Մենք ընտրում ենք Ռետարը։ Ռետարը, խնդրեմ։ Հայոց լեզու։ Երբ են գործածվում ժողովրդախոսակցական հետևյալ թևավոր խոսքերը. «Չաշխատեցիր ամառը, ասա ինչն էր պատճառը, ոնց թե դու իմ շանը զարկես, պսակեցին Մարոյին, տվին Չոբան Կարոյին»։ Ասում են մասինով համարձակում է խփել։ Հարցին առաջին ինքը կասի, երկրորդը դու, երրորդ։
Սպառվի ժամանակը։ Հարցին պատասխանի Թագուհի։ Թագուհի։ Առաջին թևավոր խոսքում նշվում է այն մասին, որ մարդիկ շատ ժամանակ իրենց ազատ ժամանակը հենց այնպես են անցկացնում։ Երկրորդ թևավոր խոսքը ոնց թե դու իմ շանը զարկես, ասում է մի մարդու մասին, ով համարձակվում է խփել, եկել է Հովհաննես Թումանյանի մի կաթիլ մեղր առակից։ Պսակեցին Մարոյին տվին Չոբան Կարոյին թևավոր խոսքը օգտագործվում է այն ժամանակ, երբ ամուսնություն բռնի է, աղջկա կամքով չի։ Եկել է Հովհաննես Թումանյանի Մարո պոեմից։ Լավ, դեսենք ճիշտ պատասխանը։ Չաշխատեցիր ամառը, ասա ինչն էր պատճառը, ասվում է որպես հանդիմանություն անբանին, ծույլին, ոնց թե դու իմ շանը զարկես, ասվում է մեկին, որը համարձակվում է խփել։ Պսակեցին Մարոյին, տվին Չոբան Կարոյին, ասվում է տարիքային անհավասար ամուսնության դեպքում։ Մի բան լավ էր, որ թիմային աշխատանք եղավ, այսպես կազմակերպված, բայց նույնը չեմ կարողացել ձեր պատասխանների մասին։ Երկրորդ մեկնաբանությունը ճիշտ էր, ոնց թե դու իմ շանը զարկես։ Առաջինը սխալ էր ուղղակի, որովհետև չկար, հանդիմանում են անբանին, ծույլին, ոչ թե ազատ ժամանակ է, դուք գրական ստեղծագործության սյուժեի հետ երևի խառնեցիք կամ բովանդակության։ Երրորդն էլ նույն պատճառով էլի սխալ մեկնաբանվեց։ Մարոն տարիքով անհամեմատ փոքր էր եւ այդ մասին է խոսքը։ Եվ իմ կարծիքով ձեր պատասխանը պիտի գնահատվի 4 միավոր։ 4 միավոր է գնահատվում Ծիրանագույն թիմը եւ առաջին փուլի ավարտին երաշտական հարց։ Մենք ընտրում ենք Եջ տառը։ Եջ տառը խնդրեմ։ Այս երգը Գորանի պարերքն է, հնում հայերը թաղումը և ծիսակատարությունը ուղեկցում էին երգերով և պարերով, այդ ավանդույթը պահպանվել է երկար դարեր, սակայն հետագայում պարերը դուրս են մղվել այդ ծիսակատարությունից, իսկ երգներաշտությունը մնացել են։ Այսպիսի և նման Գորանի պարերքերը ուղեկցվում են լացուկոծով, կականով, այդ պարերքերը կատարվում են նաև տարերային աղետների ժամանակ, երկրաշարժ, երաժշտ և այլն, հետագայում պահպանելով իրենց նախնիների ավանդույթը դարձան պանդխտության երգեր, կորցրալ հայրենիքը հիշելու, կորցրած տուն ու տեղը մտաբերելու երգեր։ Պատմեմ մի ավանդություն։ Գոր անունով մի տղա հայոց արտերի պահապանը գնում է արտերը խժրող հրեշին սպանելու, հրեշը երկար ժամանակ չի երևում, իսկ գորը տուն չի վերադառնում։ Մարդիկ պատանուն սգալու համար Գորանի երգեր են հյուսում և նրան տուն են կանչում։ Ցորենին ցանիլ է Գութնիական էլերը կշող է դեմարեգական վայ լե ջանգորանի վայ լե Երեխաները շատ գեղեցիկ ներկայացրեցին երգ ապրեք, փորձեցիք կատարել, որը չստացվեց ուղղակի։ Ես հիմա չեմ հասկանում, լսողություն չունեն շատերը դրա համար այդպես խանգարեցիք միմյանց, թե քիչ էիք երգել միասին այս երգը, չհաղթարեցիք երգը։ Ես դժվարանում եմ գուցե 7 միավոր։ 7 միավոր է վաստակում Ծիրանագույն թիմը։ Եվ ես ստիպված եմ, որովհետև իրոք երգը բավականին վատ կատարվեց, 1 միավոր անել։
Եվ առաջին փուլի ավարտին թիմային խաղ։ Հերթը կարմիր թիմին է։ Հարցը ուղղում են Կապույտ թիմին։ Վարդգես Սուրենյանը ունի արևելքի կյանքը պատկերող կտավներ։ Թվարկեք դրանցից 3-ը։ Պատրաստ ենք։ Վարդգես Սուրենյանը 1885 թվականին մեկնում է արևելյան երկրներ Ժուկովսկու արշավախմբի հետ, նկարում է մի քանի թեմատիկ պատկերներ, դրանցից են Պար հարեմում, Շահի հանգիստը, Ներքինին հարեմում եւ այլն։ Նաեւ ունի նվիրված պոետներին պատկերներ, դրանցից են Հաֆեսը, Ֆիրդուսին կարդում է Շահնամեն, Մահմեդ Ղազնեվացուն եւ այլն։ Խնդրեմ գնահատեք։ Պատասխանը ճիշտ էր եւ գնահատում ենք 3 միավոր։ Հիշեցնեմ, որ թիմային խաղի առավելագույն գնահատման միավորը 3-ն է։ Ավարտվեց առաջին փուլը եւ առաջին փուլի ավարտին պարոն Գյուրջինյան հայտարարեք, խնդրեմ, միավորների քանակը։ Կարմիր թիմ Վարդենիկ 10 միավոր, Կապույտ թիմ Երևան 15 միավոր եւ Ծիրանագույն թիմ Ալավերդի 20 միավոր։ Եվ սկսում ենք երկրորդ փուլը, կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Նուտարը։ Նուտարը, խնդրեմ։ Արվեստի պատմություն։ «1924 թվականին ստեղծված այս դիմանկարները որ հայտնի դերասաններին են պատկերում, ով է նկարիչը»։ Պատրաստ ենք։ Այս նկարները Արուս Ոսկանյանը եւ Վահրամ Փափազյանը նկարել է Մարտիրոս Սարյանը 1924 թվականին։ Դե դե գրված է։ Լսենք ճիշտ պատասխանը։ Այս դիմանկարների հեղինակը Մարտիրոս Սարյանն է։ Գծանկարներում պատկերված են Արուս Ոսկանյանը եւ Վահրամ Փափազյանը դերակատարման պահին, Ալեքսանդր Դյումա քին։ Արուս Ոսկանյանի դիմանկարում շեշտված է կանացիությունը, թռվռուն ու աշխույժ բնավորությունը։ Փափազյանի կերպարում արտահայտված է արտիստական վիթխարի ուժ, սուրնայվածն ասես ուղղված է հակառակորդին։ Շատ ուրախ եմ, որ թիմը կարողացավ ճիշտ պատասխան տալ եւ ճանաչեց մեր մեծանուն դերասանների պատկերները, կատարված մեծանուն նորից Մարտիրոս Սարյանի կողմից եւ որպեսզի պարզապես հանդիսատեսներին պարզ լինի եւ պարզություն մտցնելու համար պետք է նշել, որ պատասխանը չէր պարտավոր չէին նրանք նշել, թե դերակատարման որ պահին էին, որ դերում էր ներկայացված Վահրամ Փափազյանը, այդ պատճառով լիարժեք պատասխան տալու համար գնահատվում է թիմը 10 միավոր։ Եվ Կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Ցոտարը։ Ցոտարը, խնդրեմ։ Աշխարհագրություն։ Որ լեռներում է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որ խճուղին է այնտեղով անցնում, ինչ առնչություն ունի լեռնանցքը ռուս հայտնի բանաստեղծի հետ, որքան է Պուշկինի լեռնանցքի բարձրությունը։ Գտնում են Լոռու մարզում Համբակի լեռներում։ Պետք չի որ։ Ինչ հարցի մեջ կա։ Սպառվեց ձեր ժամանակը, Կապույտ։ Հարցին կպատասխանի Հովանեսյան Կարապետը։ Կարապետ։ Պուշկինի լեռնանցքը գտնվում է Փամբակի լեռնաշղթայում եւ այն առնչություն ունի Պուշկինի հայտնի գրողի հետ, որը տեսել է ոնց են Գրիբայեդովի հայտնի ռուս գրողի դիակը Պարսկաստանից տեղափոխում դեպի Թիֆլիս եւ հենց այդ լեռնանցքում է նրա պատվին կոչվել այդ լեռնանցքը Պուշկինի լեռնանցք, իսկ բարձրությունը չգիտենք։ Բարձրությունը չգիտեք եւ խճուղին, որ խճուղին է անցնում այդ լեռնանցքն։ Վանաձոր Ստեփանով։ Տեսենք ճիշտ պատասխանը։
Պուշկինի լեռնանցքը գտնվում է Բազումի լեռնաշղթայում։ Այստեղով է անցնում Վանաձոր Ստեփանավան խաչուղին։ Այստեղ 1828 թվականին Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դին Պարսկաստանից Թիֆլիս փոխադրող խմբին։ Պուշկինի լեռնանցքի բարձրությունը 2037 մետր է։ Պարոն Մանասյան, հարցը բաղկացած է 4 ենթահարցից։ Առաջին ենթահարցին տվեց սխալ պատասխան Բազումի լեռնաշղթան եւ ոչ թե Փամբակի։ Չտրվեց 4-րդ ենթահարցի պատասխանը, բարձրությունը, իսկ երկու ենթահարցերի պատասխանը տվեցին։ Դրա համար գնահատում եմ 5 միավոր։ 5 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ Ծիրանագույն։ Մենք ընտրում ենք 9 տառը։ 9 տառը, խնդրեմ։ Հայ մեծանուն նկարիչը գերազանց տիրապետելով անգլերենին, պարսկերենին, գերմաներենին, եվրոպական այլ լեզուների թարգմանություններ է կատարել Վիլյամ Շեքսպիրից, Օսկար Ուայլդից, Գյոթեից, Հայնրիխ Հայնեից։ Ում մասին է խոսքը, նրա թարգմանական որ աշխատանքն է մեզ հասել։ Պատրաստ ենք։ Հարցին պատասխանի Թաքուհի։ Թաքուհի։ Խոսքը Վարդգես Սուրենյանցի մասին է։ Իսկ որ աշխատանքն է մեզ հասել նրա թարգմանական։ Հասել է Բոտիչելլի վռնդվածը կտավը, իսկ նրա այդ կտավը կոչվում է Լքյալը։ Թարգմանական որ աշխատանք։ Չգիտեմ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Խոսքը Վարդգես Սուրենյանցի մասին է։ Նրա թարգմանություններից մեզ է հասել Շեքսպիրի միջամառնային գիշերվա երազը, կատակերգությունը, որը լույս է տեսել մի քանի անգամ։ Սաթենիկ։ Ցավում եմ, որ երեխաները չկարողացան վերհիշել, թե որ թարգմանության մասին է խոսքը, քանզի այս մեծանուն նկարիչը բազմակողմանի զարգացած լինելով հանդերձ հանդիսացել է ոչ միայն լավ նկարիչ, տիրապետելով ճարտարապետությանը նաև, կարողանալով մանրամասնային մեծ ուշադրություն դարձնելով, նաև բազմաթիվ թարգմանություններ է արել։ Եվ խորհուրդ կտամ, եթե դեռ չեք կարդացել, վերցրեք եւ կարդացեք այդ ստեղծագործությունը եւ ծանոթացեք։ Իսկ թիմը վաստակում է 5 միավոր միայն Սուրենյանցին ճանաչելու համար։ 5 միավոր է վաստակում Ծիրանագույն թիմը եւ անցնում ենք Կարմիր թիմին։ Մենք ընտրում ենք Զ տառը։ Զ տառը, խնդրեմ։ Գրականություն։ Հովհաննես Թումանյանը Փարվանա բալլադում խորհրդանշական ինչ պատկեր է ստեղծել։ Հեղինակն ինչ հնարանքով է ներկայացրել արքայադստեր գեղեցկությունը, արտասանեք մեկ հատված։ Երոսուհի Փարվանայի դուստերն է, որը կերտում է որտեղ սիրը հաղթարում է, որը խոչում է այստեղ բնութագույն է այն, որ սերը իսկական սերը դժվար է գտնել իսկական սերը հատվածում որում են կան Ուշադիր։ Սպառվեց ժամանակը, պատասխան։ Հարցին պատասխանի Շահյանյան Նարէ։ Նարէ։ Փարվանա բալադում Հովհաննես Թումանյանը այն է մեծ տալիս, որ իսկական սերը, հավերժ սերը դժվար է գտնում եւ այստեղ Փարվանադստեր համար անշատ ջուր են բերում եւ չեն կարողանում բերել, որովհետեւ այն բերող եթե ինչ որ մեկը բերում է եւ նրա մեջ վառվում է այդ թուրի մեջ, երբեմն բերողը վառվում է։ Եվ ինչ Իսկ արքայադստեր գեղեցկությունը ամբողջ աշխարհին է հայտնի եւ արքայադուստը շատ գեղեցիկ է։ Ինչպես է նա նկարագրում այդ գեղեցկությունը։ Ինչ միջոցներով։ Հատված կարող ես այդպեսի արտասանել։ Մոռացել եմ։
Լսենք ճիշտ պատասխանը։ Թումանյանն այս բալադում ստեղծել է անշեջ կրակի խորհրդանշական պատկերը, որը մարմնավորում է հավերժական ու անդավաճան սերը, մարդու կատարելության ձգտումը, որին հասնելն անհնարին է։ Արքայադստեր գեղեցկությունն ուղղակիորեն նկարագրելու փոխարեն Թումանյանը ներկայացնում է դրա թողած տպավորությունը։ Հայրը ինչպես մռայլ մի ամպ, աղջիկն անուշ մի լուսին, ամպ ու լուսին իրար փարված դուրս են գալիս միասին։ Հառաչում է ողջ աշխարհը, կտրիչները քարացած երազների մեջ են ընկնում, այս աշխարհքից վերացած։ Այսպեսի գեղեցիկ նկարագրություններ, սովորեք անգիր։ Տիկին Գալստյան։ Կարմիր թիմը չկարողացավ պատասխանել հարցին, պարզապես նշեց միայն մեկ ենթահարցը, խորհրդանշական ինչ պատկեր էր, անշեջ հուրը կրակը ասացիք, բայց չարտասանեցիք հատվածը եւ չմեկնաբանեցիք գոնե ձեր բառերով, թե ինչպես էր ներկայացվում, չէ՞ որ բանաստեղծական տողերով է ներկայացրել արքայադստեր գեղեցկությունը։ Եվ կարծում եմ 3 միավոր։ 3 միավոր է վաստակում կարմիր թիմը, նշեմ, որ Թումանյանի վերաբերող բոլոր հարցերի համար մրցանակներ է սահմանել Թումանյանի թանգարանի տնօրինությունը եւ մրցանակը շահում են միայն այն դեպքում, եթե գոնե 7 միավոր հավաքում են։ Իսկ մրցանակները հենց Թումանյանի կողմից հորինած հայոց գետերը աշխարհագրական խաղն է։ Մրցանակը մնաստեղում հուսանք մյուսները կշահեն։ Կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Մենտարը։ Մենտարը, խնդրեմ։ Դարձյալ դրականություն։ Լրացրեք Հովհաննես Թումանյանի ասույթներում բաց թողնված հատվածները։ Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի եւ կարելի լինի համեմատել կոչումի հետ։ Արվեստը պետք է լինի նման թափանցիկ, պարզ եւ նման բարդ։ Կրկնում այն լավ կձևակերպես ես եմ եղել ես մայր եւ ոչ մի բարձր կոչում չկա կկավտես բարդ աչքի եւ շատ Հիշեցնեմ, որ դուք ունեք մրցանակ շահելու հնարավորություն Թումանյանի։ Հարցին կպատասխանի Հարությունյան Էլենը։ Էլեն։ Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի եւ կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ։ Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, բարձ եւ աչքի նման բարդ։ Ընդհանրապես Հովհաննես Թումանյանը շատ էր սիրել կրկնել այն տողերը, որ մարդ լինելը շատ դժվար բան է եւ դա ամենադժվարին մասնագիտությունն է։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի եւ կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ։ Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ եւ աչքի նման բարդ։ Տիկին Գալստյան։ Ես շնորհավորում եմ ձեզ, նախ որ ճիշտ պատասխանեցիք, լիարժեք էր հարցի պատասխանը եւ որ շահեցիք այդ մրցանակը Թումանյանի տուն թանգարանի կողմից։ 10 միավոր է վաստակում կապույտ թիմը։ Եվ նաեւ Թումանյանի թանգարանի կողմից հայոց գետերը աշխարհագրական խաղը շնորհավորում ենք։ Եվ ծիրանագույն թիմ։ Մենք ընտրում ենք Սետարը։ Սետարը, խնդրեմ։ Ռազմի պատմություն։ Ուշադիր։ 1915 թվականին Շապին Գարահիսարի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկն է։ Քաղաքի հինավուրց բերդում որքան բնակչություն էր ամրացած, ինչ ուժերով էր կռվում թշնամին, ով էր ղեկավարում ինքնապաշտպանությունը, թուրքերն ինչպես վարվեցին Շապին Գարահիսարցի մեծ հայրուկապետի հարազատների հետ։ Հուկաս աղբարը չէ, հուկաս տողերն է, երբ հուկաս եմ, երբ հավիս հուկա։
կար։ Ընտանիքի Խնդրեմ։ Շապինգարա հայոց պատմության ռազմի պատմության կարևոր դրվագներից մեկը Շապինգարայի սար ինքնապաշտպանությունն է։ Հայերը համար մրտնչում էին եւ կռվելուց որ ժամանակ անց նրանք ամրացան քաղաքի մոտ գտնվող մի բերդում եւ սկսեցին նախապատրաստություն տեսնել։ Ինքնապաշտպանությունը հայերի ինքնապաշտպանություն ղեկավարում էր Ղուկաս Դովլատյանը, Ղուկաս աղբարը, նա ստեղծվեց նաև զինվորական խորհուրդ, որը զբաղվում էր ռազմական հարցերով, մեծ հայդուկապետը Անդրանիկ Օզանյանն էր, այստեղ էին բնակվում նրա հարազատները, հորեղբայրը եւ ընտանիքը, թուրքերը նրանից վերշնչի լինելու համար սպանեցին բոլոր հարազատներին, իսկ Անդրանիկը հորեղբոր տղային Գագիկ Օզանյանին նույնպես սպանեցին։ Գագիկ Օզանյանը մի շարք կարևոր աշխատություններ ուներ հայոց լեզվի մասին։ Թուրքերը մեծ թվական գերակշռություն ունեին, նրանք այստեղ հայերի մոտ կային դավաճաններ, ովքեր հայերի մի քանի գործողությունները նրանց խաբում էին եւ թուրքերը կարողանում էին որոշ չափով տեղեկացված լինել։ Վերջի վերջո, բայց հայերի մի մասը կարողացավ ճեղքել պաշարողական օղակը թուրքերի եւ ամրանալ շրջակա լեռներում, բայց դա միայն շատ քչերին հաջողվեց, քաղաքի բնակչության մեծ մասը կոտորվեց։ Կռվողների թիվը մոտ 250 էր։ Կռվող տղամարդեր, նրանց հետ կռվում են նաև կանայք։ Իսկ թշնամու ուժերը որքան էին։ Լսենք ճիշտ պատասխանը։ Շապինգարահիսարի հինավուրց բերդում ապաստանեցին 5062 հոգի, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ ու ծերեր էին։ Ինքնապաշտպանության ղեկավարն էր Ղուկաս Դովլատյանը, Ղուկաս աղբարը։ Չնայած մարդկային եւ ռազմական սուղ միջոցներին, նրանք շուրջ 1 ամիս հերոսաբար դիմադրեցին թուրքական 6000-անոց կանոնավոր բանակին եւ 6000-ի հասնող քուրդ խուժանին։ Բերդ մտած թուրք դահիճներն առանձին դաժանությամբ ֆրեշխնդիր եղան ժողովրդական հերոս Անդրանիկից, կոտորելով նրա եղբոր եւ հորեղբոր ընտանիքները։ Պարոն Մինասյան։ Նարնջագույն թիմը հիմնականում ճիշտ եւ գրագետ պատասխանեց հարցին, սակայն լրացուցիչ տեղեկատվությունից բացի չկարողացան հստակ ասել, թե թշնամու զորախումբը որքան էր թվականակը, որով մեկ անգամ եւս կընդգծվեր այն հանգամանքը, թե ինչպիսի հերոսական ջանքեր են գործադրել շապինգարահիսարցիները այդ մեկ ամսվա ընթացքում։ Ցավոք սրտի այդ մանր շեղումը, այդ բացթողումը հնարավորություն չի տալիս շատ ավելի բարձր գնահատել։ Գնահատում եմ 7 միավոր։ 7 միավոր է գնահատում Ծիրանագույն թիմը։ Եվ երկրորդ փուլի ավարտին երաժշտական հարց հերթը Կապույտ թիմին է։ Կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Գիմտարը։ Գիմտարը, խնդրեմ։ Սա տարածաշրջանի պարերք է, կազմված է երկու հատվածից, առաջինն ավելի ծանր, երկրորդն ավելի արագ պարային, Կոմիտասի խոսքերը առաջինն ավելի դանդաղ է, երկրորդն ավելի արագ։ Այժմ երգը։ Սասունասար փչեց ուրհով, ախլերը ջան, մրսիր տեգրին մնաց կարոտ, ախլերը ջան, մրսիր տեգրին մնաց կարոտ, ախլերը ջան։ Ելեք աչքեր մրգեղի, երթամ յայլա մանգալու, տեսնինք ձներ վրա սիրուն վրա կրնապար գալու, ելեք էտանք աղբրի գյուղի յայլաները մանգալու, վելենք էրգրում մեր պարերը տեսնինք վրա պար գալու,
Հելեկերտ անգախպրի գյուղի յայլանները մանգալու, բնին կերգրում էր պարերը, տեսնինք վրա պարգալու։ Սասրուն ասար հջեց ուրհով, Խնդրեմ Տիկին Աթանասյան։ Պաստորեն այսպես է, խաղուպար է թվում երկելը, բայց պարզվում է, որ ամենաբարդ բանն է այս վերջին խաղերը, դա են ապացուցում միայն։ Կարևոր է ինչ ձայնից սկսեն, մի հնչյունից սկսեն, կարողանան միասին երգել, դա միասնական մտածողություն է, բացի տվյալներից երաժշտական։ Իսկ երկրորդ երգը ընդհանրապես չճանաչեցի ձեր կատարմամբ, շատ ավելի պարզացված, պրիմիտիվացված էր։ Ես սովորաբար փորձում եմ քաջալերել խմբերին, բայց այս անգամ ամենաշատը ինչ որ կարող եմ ձեզ տալ, դա 6 գնահատականն է։ Ես հաշվի առնելով, որ ամեն դեպքում երգը մի քիչ բարդ էր, 1 միավոր ավելացնում եմ։ Եվ անցնում ենք թիմային խաղի։ Կապույտ թիմ, ձեր հերթն է։ Հարցը ուղղում ենք Ծիրանագույն թիմին։ Հարցը. Բելգիացի որ գրողը ինչ գիրք է նվիրել առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին ու հայոց տառապանքներին։ Այդ էլ կասես ոչ մեկը սուրճ բան չգիտի։ Բելգիացի գրող Անրի Բարբինը հայ ժողովրդի եղերնին պատմությանը նվիրել է Սարսափի երկրին մեջ գիրքը։ Գնահատեք, խնդրեմ։ Պատասխանը գնահատվում է 0 միավոր։ Խոսքը Էմիլ Վերհարնի մասին է, որ իր ռազմի կարմիր թևեր գիրքը նվիրեց առաջին համաշխարհային պատերազմին ու հայոց մեծ եղերնին։ Ցավոք միավոր չի վաստակում Ծիրանագույն թիմը եւ պարոն Գյուրջենյան։ Երկրորդ փուլը ավարտվեց եւ պատկերն այսպիսին է. Կարմիր թիմ Վարդենիկ 23 միավոր, Կապույտ թիմ Երևան 37 միավոր եւ Ծիրանագույն թիմ Ալավերդի 32 միավոր։ Եվ երկրորդ փուլի ավարտին գրադարանավարների հարց։ Հիշեցնեմ, որ իմ կարդալու ընթացքում դուք գտնում եք գիրքը այդ գրադարաններում, բացում եք էջը, որտեղից կատարվում է մեջբերումը եւ բացելուց հետո միայն բարձրանում եք բեմ։ Ով առաջինը բեմ կբարձրանա, կստանա մրցանակը։ Եվ այսպես ուշադիր, Սուրենյանցը Մոսկվայում արդեն ճանաչված նկարիչ էր։ Ըստ երևույթի նրա մասին գիտեին եւ Էջմիածնում։ Դրա համար էլ 1890 թվականին նրան հրավիրում են Էջմիածին աշխատելու ճեմարանում որպես դասատու։ Նկարչի քրոջ հաղորդած տեղեկությունների համաձայն Սուրենյանը հոգևոր ճեմարանում դասախոսել է արվեստի պատմություն, ինչպես նաև հավանաբար դասավանդել է նկարչություն։ Սակայն հետաքրքրասեր նկարիչը չէր կարող սահմանափակվել միայն դասավանդումով։ Էջմիածնում լինելու առիթը նա օգտագործում է հին հայկական ձեռագրերի ուսումնասիրման համար, կատարելով բազմաթիվ արտանկարումներ հայկական մանրանկարներից։ Որտեղից է։ Այո։ Հայ կերպարվեստի պատմություն գրքից էր կատարված մեջբերումը, քո գիրքը քեզ եւ եւս մեկ գիրք էլ քեզ, նվերը խնդրեմ վեմ բարձրացրեք։ Գիտադարան գրքերը գիրքը շնորհվում է կրթության եւ գիտության նախարարության կողմից, որ այդքան լավ եք կարդում եւ մտապահում։ Շնորհակալություն։ Եվ սկսում ենք երրորդ փուլը։ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք լյուն տարը։ Լյուն տարը, խնդրեմ։ Հայոց լեզու։ Աղեխարշ եւ բոլորանվեր բառերն ինչ են նշանակում, ինչ բաղադրիչներից են կազմված։ Որից առաջացել են աղի, աղեկոտը, ծնուն է աղի, կե աղի, ան եւ կես բառերը, դրանց առաջացել են աղի, աղի, բոլորանվեր, իսկ բոլորանվերը
Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին պատասխանի Սնդոյան Գեղամը։ Գեղամ։ Աղեխարժ բառը աղեխարժ բառի ստուգաբանություն է։ Աղե աղիքները են եւ խաշել բառը, որը նշանակում է աղեխաշել։ Դեռևս նախքին տարենք մի քիչ ավելացում։ Դեռևս նախքին ժամանակներում, երբ որ մարդիկ որևէ ցավեր են ունեցել, դրանք արծել են աղիքների հետ եւ նրանց ամենասուր ցավը եղել է աղիքները։ Սակայն դեռևս այն ժամանակների գիտնականները պարզել են, որ դա կապված է ուղեղի հետ, այլ ոչ թե աղիքների հետ։ Իսկ բառը ավելացնի համազասպ։ Համազասպ։ Բոլորվել բառը բոլոր բառն է, որը նշանակում է շրջանաձև, շրջան, կա նաև բոլորտիկ բառը, օրինակ երեխաները բոլորվեցին հեքիաթ պատմող տատիկի շուրջը։ Բոլորվել կան բառակապակցություններ, օրինակ բոլորիվ, սրտիվ նշանակում է ամբողջ սրտով։ Բոլոր բառից է առաջացել նաև բոլորը, որը նշանակում է ամբողջ, նրա արմատից է ածանցվել։ Եվ վերջնական բոլորանվեր ինչ էր նշանակում։ Բոլորանվեր նշանակում է շրջանաձև։ Իսկ ինչ է նշանակում աղեխարժը։ Գեղամ։ Աղեխարժ բառը նշանակում է աղիքները խաշող, որից առկա նաև մի քանի նոմինատիվ բառ, աղիքները կիզող, աղիքները կոտորող։ Այսքան։ Լսենք ճիշտ պատասխանը։ Աղեխարժ բառը նշանակում է աղեկես, սրտակեղեկ, սրտաճմլիկ, բառացի աղիքները խաշող, կսկծեցնող, կազմված է աղի, աղիք եւ խարժ, այստեղից էլ խաշել արմատներից, որոնք միացել են ա հոդակապով, ին հնչյունափոխությամբ դարձել է ե։ Բոլորանվեր բառը նշանակում է ամբողջովին, ամբողջապես նվիրված, կազմված է բոլոր եւ նվեր արմատներից, որոնք միացել են ա հոդակապով։ Պարոն Գյուրջինյան։ Հետաքրքիր պատասխան ստացվեց։ Փաստորեն երեխաները կարդացել էին ուշադիր Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գիրքը եւ լրացուցիչ ահագին բան ասացին մարդկային նախնական մտածողության մասին եւ այլն, բայց չհասան մեր օրերին։ Ես հիմա փաստորեն դժվարանում եմ գնահատելու հարցում եւ պիտի այսպիսի լուծում տամ։ Թվում է թե կեսին պատասխանեցին, բայց կեսից ավելիին պատասխանեցին եւ ես հաշվի առնելով այդ լրացուցիչ մասը գնահատում եմ 7 միավոր։ 7 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք ռատարը։ Ռատարը, խնդրեմ։ Արվեստի պատմություն։ Հովհաննես Աբելյանը որ թատերախմբերն է հիմնել, նա ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ նշանավոր որ ողբերգությունն է բեմադրել։ Նժդեհիկ։ Խնդրեմ պատասխանը։ Մենք ընտրում ենք Նժդեհիկի օգնություն։ Նժդեհիկի օգնություն խնդրեմ։ Մեկը դերասանական ընկերություն էր։ Դրանցից մեկը դերասանական ընկերություն էր։ Ով ասում ասելու եմ պատասխան չունենք։ Պատասխանը խնդրեմ։ Պատասխան չունենք։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հովհաննես Աբելյանը հիմնել է Թիֆլիսի հայոց դերասանական ընկերություն 1895 թվական, Արմեն Արմենյանի հետ Աբելյան Արմենյան 1908 թվական թատերախմբերը, 1904 թվականին ադրբեջանական թատրոնում առաջին անգամ բեմադրել է Շեքսպիրի Օթելլոն։ Բնականաբար պատասխան չկա, միավոր չի վաստակում կապույտ թիմը եւ անցնում ենք ծիրանագույն թիմին։ Մենք ընտրում ենք տյուն տառը։ Տյուն տառը խնդրեմ։
Հայկական բանահյուսություն։ Ներկայացրեք խառնակիչ սատանան առակի բովանդակությունը։ Որն է առակից բխող բարոյախոսությունը։ Նույն բարոյախոսությունն արտահայտող ինչ առակ գիտեք, որը մշակել է Հովհաննես Թումանյանը։ Մի փոքր բան է կարող մեծ աղետի պատճառ դառնալ։ Բալատ։ Նկատում եղավ։ Պատրաստ ենք։ Հարցին պատասխանի Թաքուհի։ Թաքուհի։ Խառնակիչ սատանա առակի բովանդակությունը հետևյալն է։ Սատանան մարդու կերպարանք ստանալով ընկերանում է մարդու հետ եւ միասին սպոսնում են լեռներով։ Նստելով սարի ծայրին, մարդու կերպարանքով սատանան տեսնում է, որ մի հորդ կապված է ցցից եւ որպեսի մոր կաթը չուտի։ Սատանան հանում է ցիցը եւ հորթուկը վազում է եւ մեծ կովից կաթ է խմում։ Տերը տան տիկինը դուրս է գալիս եւ քարով սպանում է խեղճ հորթուկին, կնոջն էլ ամուսինը եւ այդպես կնոջ բարեկամները եւ ամուսնու բարեկամները իրար են խառնվում եւ գյուղը բաժանվում է երկու մասի եւ միմյանց դեմ պատերազմում են։ Սատանան էլ նստած սարի ծայրին իր արած գործից շատ ուրախ զվարճանում է։ Մարդն ասում է, ինչու այդպես արեցիր, ասում է, իմ արած ինչն է, ես միայն միցից հանեցի։ Բարոյախոսությունը հետևյալն է։ Ոմանք կարող են մի փոքր բանից մի մեծ բան սարքել եւ դրանից հաճույք ստանալ եւ ամեն քայլից առաջ պետք է լավ մտածել։ Այս առակը կարդալիս մենք հիշեցինք Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» բալլադը։ Տեսենք ճիշտ պատասխանը։ Սատանան մարդու կերպարանքով մի շեն ու խաղաղ գյուղ է մտնում եւ միցից հանելով ու հորթին ազատ արձակելով գյուղը վերածում է պատերազմի դաշտի։ Առակը սթափության դաս է տալիս, չպետք է չնչին բանից պատերազմ սկսել, այլապես զայրույթի պահին կարող է խառնվել մարդու կերպարանքով սատանան եւ ահավոր դժբախտությունների պատճառ դառնալ։ Նույն միտքն է արտահայտում Վարդան Այգեքսու «Մի կաթիլ մեղրը» պատերազմի պատճառ առակը, որի հիման վրա Հովհաննես Թումանյանը գրել է «Մի կաթիլ մեղրը» բալլադը։ Ծիրանագույն թիմը բավականին մանրամասն առակը ներկայացրեց եւ ամբողջությամբ կարելի ասել հարցին պատասխանեց։ Ճիշտ է, լրացուցիչ այստեղ չներկայացվեց, որ Թումանյանը վերցրել է Վարդան Այգեքսուց եւ գրել իր բալլադը, այնուամենայնիվ դա ոչնչով չի ազդում եւ ես նշանակում եմ 10 միլիոն։ Կարմիրքի։ Մենք կտրում ենք թոտարը։ Թոտարը խնդրեմ։ Աշխարհագրություն։ Նշված զույգերից ընտրեք ճիշտ տարբերակները, իսկ սխալներն ուղղեք։ Սևան ազգային պարկ, Շիկահող արգելավայր, Շաքիի ջրվեժ արգելոց, Դիլիջան արգելավայր, Էրեբունի արգելոց։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին պատասխանի համազասպը։ Համազասպ։ Ճիշտ տարբերակները առաջինը Սևան ազգային պարկ եւ 5-րդը Էրեբունի արգելոց։ Իսկ մյուսները։ Այ հիմա ուղղեք մյուսները։ Շիկահող։ Շիկահողը արգելոց, Շաքիի ջրվեժը արգելավայր, Դիլիջանը արգելոց։ Տեսեք ճիշտ պատասխանը։ Ճիշտ են Էրեբունի արգելոց եւ Սևան ազգային պարկ զույգերը։
Շիկահողն արգելոց է, Շաքիի ջրվեժը բնության հուշարձան, իսկ Դիլիջանն ազգային պարկ է։ Պարոն Մանասյան, խնդրեմ։ Ուրեմն 5 տարբերակներից 2 ճիշտ պատասխան տրվեց։ Դիլիջանը նախկինում արգելոց էր, հիմա ազգային պարկ, Շաքիի ջրվեժը դա բնության հուշարձան է։ Այնուամենայնիվ հաշվի առնելով որ թերությունները մաստակի են, ես գնահատում եմ 8 միավոր։ Ես կարծում եմ, որ 1 միավոր կարելի է հանել, որովհետև նրանք 2 հարցի չպատասխանեցին փաստորեն։ Հանում ենք 1 միավոր եւ կապուտի։ Մենք ընտրում ենք փյուր տառը։ Փյուր տառը, խնդրեմ։ Արվեստի պատմություն։ Մարտիրոս Սարյանը հաջողությամբ հանդես է եկել նաև որպես թատերական նկարիչ։ Նա որ օպերաների համար է թատերական ձևավորումներ կատարել։ Թատերական դեկորացիաներով զբաղվել է իր կյանքի 60-րդ տարուց հետո Քաժնազարը օպերան եւ նաեւ այդ Ալմաս օպերայի դեկորացիան մեծ արձագանքի գտել Pravda թերթում։ Մարտիրոս Սարյանը թատերական դեկորացիաներով զբաղվել է իր կյանքի 60-րդ տարում։ Սպառվեց ժամանակը, կապույտի։ Մարտիրոս Սարյանը հաջողությամբ հանդես եկել նաև որպես թատերական նկարիչ, նրա հայտնի գործ է։ Նա զբաղվել է թատերական դեկորացիաներով իր կյանքի 6-րդ տասնամյակում, 1939 թվականին նա արել է Ալմաս օպերայի դեկորացիան, որ իր մեծ արձագանք է գտել Pravda թերթում։ Նրա դեկորացիաներից հայտնի են նաև Քաշնազարը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Սարյանը ձևավորել է Սպենդիարյանի Ալմաստ, Ստեփանյանի Քաչնազար, Տիգրանյանի Դավիթ-բեկ, Ռիմսկի-Կորսակովի Ոսկե ակաղաղ օպերաները։ Սաթենիկ։ Երեխաների պատասխանը, թիմի պատասխանը մասնակի էր, այսինքն նրանք չնշեցին նրա ձևավորումներից 2-ը, ինչի համար որ վաստակում են 6 միավոր։ 6 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ ծիրանագույն թիմ։ Մենք դրում ենք հոտար։ Հոտարը, խնդրեմ։ Պատմություն։ «1916 թվականին Սորբոնի համալսարանի դահլիճում հնչում է աշխարհահռչակ գրողի ելույթը։ Արևելքում մեռնում է մեր քույրը։ Նա մեռնում է միայն այն բանի համար, որ մեր քույրն է։ Հայաստանը մեռնում է, բայց նա կվերածնվի։ Նրան մնացել է շատ քիչ արյուն, թանկագին արյուն, որից կծնվի հերոսական սերունդ։ Ով էր այս ելույթի հեղինակը։ 20-րդ դարի սկզբին ֆրանսիացի հայտնի քաղաքական եւ մշակութային գործիչներից ուրիշ ովքեր հանդես եկան հայոց ցեղասպանության դատապարտմամբ։ Անատոլ Ֆրանս դատապարտեց Էլի Մոգենթանով։ Ֆրանսը դատապարտել է Էլի Մոգենթանով։ Մնայք դուաս։ Դե կան։ Ուշադիր։ Սպառվեց ժամանակը։ Հարցին պատասխանեմ ես։ Ցեղասպանությունից հետո շատ քչեր կարողացան դատապարտել թուրքերի ցեղասպանությունը, այդ մարդկանցից են Հենրի Մորգենթանով, Ամերիկայի դեսպաններ Թուրքիայում, Անատոլ Ֆրանսը։ Ըստ մեզ այս խոսքերի հեղինակը Անատոլ Ֆրանսն է, ցեղասպանության թեմային նաև անդրադարձավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լլոյդ Ջորջը, որը հարցը տրված է ֆրանսիացիների մասին, այսինքն ֆրանսիացի հայտնի քաղաքական եւ մշակութային գործիչներից ովքեր։ Ֆրիդյոֆ Նանսենը։ Վերջ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Այս խոսքի հեղինակն Անատոլ Ֆրանսն էր։ Ցեղասպանության դատապարտմամբ հանդես եկան նաև աշխարհահռչակ գրող Ռոմեն Ռոլանը, հրապարակախոս Անրի Բարբյուսը, որը հրատարակեց Սարսափի երկրի մեջ նահատակ Հայաստան գիրքը, լեզվաբան Անտուան Մեյեն եւ ուրիշներ։ Պարոն Ավետյան։
հարցի մեջ հստակ նշված էր եւ երկիրը, եւ քաղաքը, եւ համալսարանը, նրանք ուղղակի պետք է, եթե մի քիչ տրամաբանեին, կարող էին ճիշտ պատասխաններին հանգեցնել։ Բայց ցավում եմ, շատ վատ պատասխանեցին, հիշատակեցին միայն Անատոլ Ֆրանսյանունը, որի համար վաստակում են ընդամենը 3 միավոր։ 3 միավոր է վաստակում Ծիրանագույն թիմը եւ երրորդ փուլի ավարտին թիմային խաղ։ Ծիրանագույն։ Հարցը ուղղում են Կարմիր թիմին։ Հարցը. Որ հովիտներն է իրար կապում Պուշկինի լեռնանցքը։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին պատասխանի Արսենը։ Արսեն։ Պուշկինի լեռնանցքը կապում է Փամբակի հովիտը Լոռու հովիտին։ Լրացում։ Նաև նշենք, որ Պուշկինի լեռնանցքը գտնվում է Բազումի լեռնաշխտայի վրա։ Վերջ։ Բարձրությունը 2037 մետր բարձրությամբ։ Հիշեցնեմ, որ դուք կարող եք գնահատել ընդամենը 3 միավոր սանդղակով եւ խնդրեմ, որ 3 միավոր գնահատում։ 3 միավոր է վաստակում Կարմիր թիմը եւ հերթը երաժշտական հարցինն է։ Մենք հտրում ենք Ռետարը։ Այս երգը Մշոկ Գեղեն երգն է, Մուշ Տարոն տարածաշրջանի քնարական պարերք է։ Որպես լրացում ասեմ, որ այժմ էլ մեր տարածաշրջանում երգում են Ութքայլանի գովնդի հետ համակցված։ Այժմ երգը։ Մշոգել են երկու գետ, մեկ մուրատ, մեկ մեղրագետ, երթան թափին եփրատ գետ, մեկ մուրատ, մեկ մեղրագետ, երթան թափին եփրատ գետ, հանայ նայ 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 նայ, հանայ նայ 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 նայ, նայ 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 նայ, նայ 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 խորոտ յար, նայ 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 նայ, նայ 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 խորոտ յար։ Տիգին Աթանասյան, խնդրեմ։ Անկասկած 3 խմբերից Կարմիր թիմը բոլորից լավ դրսևորեց իրեն եւ ողջունում եմ, ափսոս որ այն տղան շատ բարձր ձայն ուներ, բայց բաղաձայն ստացվում էր դուրս։ Դե դրա համար ինքը մեղավոր չէ։ Ինչևէ, ուզում եմ քաջարել ձեր ապրեք, դուք ողջունում եմ ձեզ 10 միավոր։ Եվ այնուամենայնիվ ես ստիպված եմ հանել 1 միավոր։ Այսօրվա խաղը բավական լարված եւ հետաքրքիր էր եւ հիմա ամփոփում ենք։ Կարմիր թիմ Վարդենիկ 49 միավոր հաղթում է։ Կապույտ թիմ Երևան 43 միավոր։ Ծիրանագույն թիմ Ալավերդի 45։ Եվ այսպես խաղն ավարտվեց, 49 միավորով առջևում է Վարդենիկի թիմը, դեռ ձեզ սպասում է հայասպետների հարցը, եւ ճիշտ պատասխանելու դեպքում դուք կվաստակեք 3 օրվա արշավին մասնակցելու իրավունք։ Խնդրեմ հարցը։ Հարցը հետևյալն է. Հայոց աշխարհի կենդանական աշխարհով հետաքրքրվել են շատ վաղուց։ Հայտնի է, որ 4-րդ դարում լուրջ կերպով կենդանիների ցուցակ կազմող է եղել։ Ում մասին է խոսքը, որերորդ դարում է կազմվել կենդանաբանական առաջին հայերեն աշխատությունը եւ ում կողմից։ Պատասխան չկա։ Ուստի մրցանակը ոչ մեկ չի շահում
Եվ հիմա լսենք ճիշտ պատասխանը։ Ճիշտ պատասխանը հետևյալն է։ 4-րդ դարում կենդանիների ցուցակ է կազմել Բարսեղ Կեսարացին, իսկ կենդանաբանական առաջին հայերեն աշխատությունը կազմվել է 17-րդ դարում Աբրահամ Կոսնանուպոսեցու կողմից։ Կհիշեք այսուհետ։ Շատ բարի։ Ցավոք մրցանակը ոչ մեկ չի շահում։ Խաղն ավարտված է եւ ես 3 թիմերին հրավիրում եմ բեմ։ Եվ այսպես խաղն ավարտված է, ես շնորհավորում եմ բոլորիդ խաղի մասնակցության համար, իսկ Վարդենիկի թիմին, Կարմիր թիմին հաղթանակի համար, թեև մեր խաղին մասնակցել ինքնին հաղթանակ է, որովհետև ձեռք են բերում այսքան գիտելիքներ։ Ինչպես միշտ, մեր խաղից նվերներով գնում են նաև չհաղթած թիմերը, ես խնդրեմ բեմ բարձրացնել չհաղթած թիմերի մրցանակները, որոնք սահմանել է Երևանի պետական համալսարանի հրատարակությունը, պատմական գրքերի հավաքածու։ Շնորհավորում ենք։ Եվ Հայադարան համահայկական նախագծի կողմից մի կտոր Հայաստան գիտուղեցույցը հաղթող թիմի համար։ Եվս մեկ հաղթող թիմ, իսկ մրցությունը շարունակվում է, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։